ընդհանրապես նախորդ պատերազմի փորձը հաշվի առնելը բերել էր ընդրան, որ Նոր Զելանդացիք եւ բաները ավստրալացիք պնդել էին, որ իրանց գլխին, իրանց լավ զինվորների գլխին անգրագետ անգլիացի, ասենք արիստոկրատ, շեֆերին հաճելի, ասենք մարդկանց չկանգնացնեն եւ իրենց բանա զորքերի գլխին կանգնած էին հենց իրենց գեներալները, Նոր Զելանդացի եւ ասենք ավստրալացի։ Բանա ինչ արժեստ է շեշտել գերմանական զինվորների լավ պատրաստությունը, դուխը տեղը, չնայած որ հետախուզությունը լավ չի աշխատել, լավ իրենց պերեբրոսկա չեն արել, լիքը խնդիրներ են ունեցել, բայց շատ լավ պատրաստված լինելու շնորհիվ ահա որ մեծ դժվարություններ են պատճառել, մի օր որ դիմացել են Գիշերվա ընթացքում այդքան կորուստներից հետո իրանք անընդհատ դիվերսիոն հարձակումներ են արել ու անգլիացիների գիշերային կաշմարն էին դարձել։ Միակ տեղը, որ անգլիացին ոնց որ ասած, բան չկա խոսալու հրամանատարության վրա, դա Իրակլիոնի պաշտպանությունն էր։ Իրակլիոնի պաշտպանությունը կարացել է լավ նախորոք բանանի, Իրակլիոնի հրամանատարը այդ վերջի արևելքի ամենահեռու կետի հրամանատարը եղել է նախորդ Կրետեի գարնիզոնի պետը, ընդհանուր հրամանատարը, իրան դարձրել են մի փոքր հատվածի բան։ Թազա արիստոկրատեր եկի, ծանոթ։ Ու միակ մարդն է եղել, ով իր ենթականերին շրջաբերականներ ա տվել օդային դեսանտի հարձակումների դեպքում ինչ անեն։ Չտակրկիր է։ Հա, որտեվ իրանք շատ վստահ են, որ բաներով, նավատորմով է գալու դեսանտի չասնի։ Ինքն էլ ասել, համ նավատորմի դեպքում, օդայինի դեպքում էլ դե շանս չկա, շեֆը ասել է շանս չկա։ Բայց ամեն դեպքում էսի իմացել։ Ճիշտ է, հասկանում ես, բա այդ 4-ը թուշ պաչելը բան էդի պարտադիր երևույթ է, էլի ասենք, բայց մեկ էլ տեսար էլ ինչ որ ձևով շեֆը, ասենք հաշվի չառա, որ օդը գերմանացին իշխում է, այդ դեպքում սենց կանեք, եւ Իրակլիոնի, ասենք, գարնիզոնը միակն է, որ ճիշտ խնդիրներ ա լուծել, արդյունքում կարողացել է դիմակայի, դեսանտին ջախջախել հետ ա շպրտել, ոնց որ ասած, անվերապահորեն գերմանացին ատե պարտվել է, ընդհանուրեն 3 կետում հաղթելուց հետո նոր եկել են ըստեղից անգլիացիներին սկսել են սեղմել ու իրանք սկսել են դեպի Արաբիա։ Արժի նշել, որ իրականում նավերով են, իրանք հունական սաղ փոքր նավերը տարածքի վերցրել են,